2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը հնչեցրեց իր մյուս առանցքային թեզը. Ղարաբաղյան հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա առաջին դեպքն էր Հայաստանի պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը հակամարտության կարգավորման համատեքստում հաշվի էր առնում հակառակորդ կողմի ժողովրդի կարծիքը։ Միջազգային հանրությունը սա իհարկե ընկալեց որպես կառուցողական եւ խաղաղասիրական քայլ, սակայն Բաքուն այդպես էլ չփոխադարձեց նույնատիպ հայտարարությամբ, իսկ ներքաղաքական դաշտում այն քննադատվեց որպես զիջողականություն, որը թուլացնում է հայկական կողմի դիրքերը։ 2018-ի հոկտեմբերին տարածաշրջան այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Երևանում նա հայտարարեց, որ Փաշինյանը ունենալով ժողովրդի մեծ վստահությունը ընտրություններից հետո ունի հնարավորություն կայացնելու այսպես կոչված վճռական որոշումներ Արցախի հարցում։ Նա նաև հորդորեց հրաժարվել պատմական կաղապարներից, ինչը ըստ մի շարք ընդդիմադիր գործիչների վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանից ակնկալում է միակողմանի զիջումներ։ Սակայն նրանք պնդում էին, որ ժողովրդի մանդատը չպետք է օգտագործվի Արցախի հարցում հայկական շահերը վնասող լուծումներ պարտադրելու համար։